Բարև իմ շատ սիրելի հեռուստադիտող, մեր ինֆորմի տոնական թողարկումն է եթերում։ Ողջ տարվա ընթացքում մեր կողքին եղել են մարդիկ, ովքեր սրտացավոր են, մեր տկար պահին օգտակար են եղել։ Բժիշկներ, առողջության գործի կազմակերպիչներ։ Այսօր նրանց հետ միասին հրաժեշտ ենք տալիս 2025 թվականին լի նոր հույսերով, բարձր տրամադրությամբ, շնորհակալ եւ միասին դիմավորում ենք նոր 2026 թվականը։ Եկեք միասին ունենանք թեթև անկեղծ զրույց եւ ուրախ տրամադրությամբ ու դրական տրամադրվածությամբ դիմավորենք նոր տարին, շնորհավորենք միմյանց եւ շնորհակալ ձևով մտնենք նոր թվական։ Մեր ինֆորմի այս թողարկումը համար է սկսված։ Եվ այսպես մեր ինֆորմի հարգելի հեռուստադիտողներ, տոնական այս թողարկման իմ սեղանի շուրջ բժիշկներ են, բժշկական գործի կազմակերպիչներ եւ սիրով պետք է նրանց հետ միասին ամփոփենք 2025-ը եւ թեվակողենք նոր 2026 թվականը լի նոր հույսերով, շնորհակալ եւ բարձր տրամադրությամբ։ Իմ կողքին է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ընդհանուր եւ լապարասկոպիկ ռոբոտիկ օնկովիրաբույժ եւ ինչպես նաեւ նույն հիվանդանոցում վիրաբուժության գծով փոխտնօրեն։ Բարև ձեզ, պարոն Պապյան, շնորհակալ եմ, որ իմ հյուրն եք։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերքի համար։ Ձեզ ներկայացնելիս նոր այստեղ փաստ կար, ռոբոտիկ վիրաբույժ։ Խնդրեմ մի փոքր սահմանամասնեք, սա ինչ նորամուծություն է։ Այո, ռոբոտիկ վիրաբուժությունը դա սկիզբ է դրվել արդեն իսկ 2008 թվականից աշխարհում եւ ես երևի թե ինձ բախտ է վիճակվել սկսած 2011 թվականից աշխատել այդ սարքավորման գործիքի հետ։ Առաջինը դա ամերիկացիները ստեղծեցին իրենց հոսպիտալներում կիրառելու համար եւ հետագայում լայն տարածում գտավ ամբողջ աշխարհում եւ գտնվելով իմ վիրաբուժական գործունեությունը ծավալելով Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում ինձ բախտ վիճակվեց եւ ես 2011 թվականից հետ սկսած կատարում են այո այդ վիրատությունը 26 թվականը մեր հանրապետության համար սկիզբ է լինելու ռոբոտիկ վիրաբուժության։ Խնդրեմ ներկայացրեք նրան, հետո խոսափողը տրամադրեք։ Չէ, Ադամյան Միքայելը իրապես բավականին մեծ շրջապատի տեր, մեծ սրտի տեր, որ երևի ընտրել է սրտաբանի մասնակցությունը, պատահաբար չի ընտրել, որտեվ չգիտեմ, դժվար է ճանաչել մի շրջան, մի հատված, որ Ադամյան Միքայելին չճանաչեն, ու հետաքրքիր ամենայնը, որ բոլորը շատ սիրում են։ Դժվար գտնեք մարդ, որը որ բացասական բան ասի։ Ես նույնը կասեի ձեր մասին, պարոն Շաբազյան, շնորհակալ եմ, դե փոխանցեք։ Այնքան ճիշտ եք Տիկին Բեգերսկայա։ Շատ շնորհակալություն Նելի ջան, որ հրավիրել եք։ Ինձ համար մեծ պատիվ է իմ գոլեգաների հետ գտնվել նույն վայրում նամանավանդ ամանորից առաջ։ Ոստի կուզեմ առաջինը անդրադառնանք մեր գոլեգաներին։ Կուզեմ մաղթեմ 26 թվականում միմիայն ձեռքբերումներ, միմիայն հաղթանակներ, միմիայն առողջացրած պացիենտներ, միմիայն իրենց մաղթել այնպեսի առողջություն, որ 24 ժամ աշխատելու չօգնեն։ Եվ ինչը պակաս կարևոր չի ու կարծում եմ, որ բժշկի համար շատ ավելի հանգիստ է երբ իր մեջքի հետևն է հանգիստ, իր ընտանիքը, իր հարազատները, թող իրենց ընտանիքներում էլ միշտ լինի առողջություն ու խաղաղություն, հանդարտություն, համերաշխություն։ Կուզեմ մեր ազգաբնակչության իմ հայ ժողովրդին եւ մեր հայրենակիցներին բոլորին մաղթել եւ առողջություն եւ համբերություն։ Վստահ եմ, որ 26 թվականը բոլորիս կբերի ավելի մեծ հաջողություններ ու հաղթանակներ։ Ինչպես գիտեք, ապահովակ լուսինը 26 թվականին արդեն կունենանք պետական մակարդակով եւ վստահ եմ, որ մեր ազգաբնակչությունը իր խնդիրների մի մեծ մաս դրանով արդեն կկարգավորի եւ բժիշկների հարցն էլ կհեշտանա, որից է վճարումների հարց չի առաջանա, արդեն ադմինիստրատոր եմ։ Այո։ Վճարների հարց չի լինի եւ մեր բոլոր պացիենտները կապակինվեն։ Ֆինանսական խնդիրներ չեն ունենա առողջության հետևելու համար, այո։ Քանի որ դուք չպատմեցիք զավեշտալի դեպք, այդ ձեր ընկերը արդեն պետք է պատմի։ Իհարկե չեմ ասի դեպքում հետա պատահել, որ վիրաբույժի հետա պատահել, բայց անպայման կուզեմ պատմել, որ ապխոտ էինք անում, երբ որ անցնում էինք
վիրահատված հիվանդներով ասանք հիվանդին, որին կատարվել էր ճողվածքահատում, հարցնում են ոնց եք բան, ասում եմ լավ է, բացում եմ վերքը, ասում եմ հա դե վիրահատել են, ասում եմ վերքը ձախ կողմը, ասում եմ բայց իմ աջ կողմն էր ճողվածքը, չգիտեմ ոնց էր ստացվել, բայց վիրահատել են, այո, աջ կողմը, բայց բարեբախտաբար այն կողմները վիրահատեցին եւ երկու կողմը էլ այլևս ճողվածք չի լինի։ Կանխեցին նաև ճողվածք։ Կանխարգելիչ բան կատարեցին։ Հարգելի հեռուստադիտող եւ բժշկուհին, ով միացել է մեր շնորհավորանքներին, Իզմիրլյան բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգ Սիրան Խաչատրյանն է։ Ողջույն Սիրան։ Շնորհակալ եմ, որ 2026-ը արդեն համեցացել մեր հեռուստադիտողին բարեմաղթ տվելու եւ մեր հյուրներ։ Ես էլ եմ շատ շնորհակալ հրավերքի համար։ Ինչ կմաղթեմ։ Մաղթում եմ, որ 2026-ը լինի հաջողության, առողջության, խաղաղության տարի, քանի որ ես օնկոգինեկոլոգ եմ, մեր կանանց մաղթում եմ առողջություն, երջանկություն, մի ժպտան։ Շնորհակալ եմ։ Ես ձեզ եմ շնորհավորում։ Գալի կամանոր եւ սուրբ ծնունդ։ Շնորհավոր արգելի հեռուստադիտող, թող որ միայն առողջ կանայք լինեն եւ բժշկին դիմելու անհրաժեշտություն չառաջանա։ Պրոֆիլակտիկ։ Այո, միայն պրոֆիլակտիկ։ 26 թվականին ես մաղթում եմ իմ բոլոր գործընկերներին, որ հիվանդություններ քիչ լինեն, անգամ ամենածանր դեպքերը առողջանան, բոլորի ընտանիքները լցվեն ուրախությամբ, այն ուրախությամբ, որը առողջության հետ միասին գալիս է։ Այո։ Մաշկաբանների մոտ կարծես թե դա լավ է ստացվում։ Իսկ ճիշտ է, որ լավ մաշկ առողջության նշան է։ Միանշանակ, մաշկը ամենահեշտ դուժող օրգանն է։ Սխալ սննդամթեր, չգիտեմ, ալկոհոլի չարաշահում, սխալ ապրելակերպ, քիչ քնել, արևիտակ շատ մնալ, այդ ամենաառաջնահերթ իհարկե ազդում է արտացոլվում է հենց մաշկի միջոցով։ Նախ շնորհակալություն հրավերի համար, ինձ համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է գտնվել այստեղ իմ լավագույն ընկերների կողքին, ում հետ որ ես կյանք եմ ապրել, ում հետ որ ես մասնագիտական կայացում եմ անցել, ում հետ որ ես հաղթահարել եմ ամեն բարդությունները։ Դերևս ամենամեծ արժեքը, որ ունի մարդը, դա կյանքն է, առողջությունն է, եւ ես Աստված կարգադրել է, որպեսզի պահենք այդ մարդկանց առողջությունն ու կյանքը։ Երկրորդը ցանկանում եմ խաղաղություն, որովհետեւ ցանկացած պատարագում ամենահնչյուն բառերը, որ կան, դա խաղաղություն ամենիցոնն է, եւ երրորդը ցանկանում եմ, որ յուրաքանչյուր մարդ 26-ին ինչ երազանք ունենա, գոնե որոշակիորեն այդ երազանքները իրագործվեն իրականանան։ Ամփոփելով 2025 թվականը նշենք, որ այո, բոլորիս համար այն բավական լավ տարի էր մեծ ձեռքբերումներով եւ ուզում եմ ցանկանալ բոլորիս ձեզ մասնավորապես Medinform ծրագրին, որպեսզի մեզ շրջապատող մարդիկ դիմեն բժշկի միայն գեղեցկանալու համար, ավելի երիտասարդանալու համար, չունենան լուրջ խնդիրներ, չունենան օրգանական այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել կամ դրանց լուծումը բավական բարդ է եւ երբեմն նաեւ բերում է հոգեն ճախտի ձեզ անխափան եթեր լավ տրամադրություն եւ բազում ձեռքբերումներով լի 2026 թվականին Պարոն Ֆանարջյանը ներկայացնում է Ֆանարջյան կլինիկան հիմնադիր տնօրենն է ինչպես նաեւ ուրոլոգ խնդրեմ պարոն Ֆանարջյան ձեր ոլորտը մի փոքր ներկայացրեք այ ինչպիսին է պատկերը ուրոլոգիայի բնագավառում արդյոք դեռևս մարդկանց թվում է թե ուրոլոգը միայն տղամարդու բժիշկն է Ինձ թվում է տենդենսը արդեն քիչ-քիչ փոխվում է եւ կանայք են դիմում ուրոլոգներին ուզում եմ ցանկանամ ամենակարևորը առողջություն քանի որ առողջությունն այն հիմքն է որի վրա կառուցվում է մեր բոլոր ուրախությունները եւ երջանկությունները եւ նոր տարում ցանկանամ ամենակարևորը հավատ եւ գիտակցենք որ առողջությունը ամենակարևոր արժեքն է շնորհավոր ենք գալիք նոր տարին եւ ամանորը Զարա Մալայանը հարգելի հեռուստադիտող Մալայան ակնաբուժական կլինիկայի հիմնադիր տնօրենն է մեր շատ սիրելի եւ արդեն լուսահոգի դարձած Սերգեյ Մալայանի դուստրը ով ակնաբուժության բնագավառում շատ մեծ ներդրում ունի Հայաստանում Նախ շնորհակալ եմ հրավերի համար, Նելի ջան, շատ շնորհակալ եմ այստեղ լինելու Սկսենք բարեմաղթանքներից, ու իհարկե ամենաառաջինը ես կցանկանամ խաղաղություն։ Խաղաղություն ոչ միայն մեր երկրին, այլ ամբողջ աշխարհին, որովհետև դա ամեն դեպքում ազդում է մեր վրա։ Երկրորդը естественно առողջություն, հա, որովհետև առանց առողջություն
եթե մարդը առողջ չի, ինքը ոչ մի բան չի ցանկանում էլ։ Եվ երրորդը սեր, մի քիչ ավելի սեր, մի քիչ ավելի իրար հանդեպ, հա, միմյանց, մի քիչ ավելի շատ ես դա ուզում եմ իմինը հենց մեր ժողովրդին ուղղեմ, հա, այդ սերը մի քիչ հարգալից եւ այդ միմյանց հանդեպ թող մի քիչ ավելի վառ լինի։ Ուզում եմ մի երջանիկ մաղթանքով հանդես գալ հեռուստադիտողի համար։ Շատ շնորհակալություն նախ հրավերի համար, միջև մաղթանքներ ասել, ես կուզենայի շեշտել, որ վերարտադրողական բժշկությունը ընդհանրապես Հայաստանում այս 25 թվականին մեծ վերելք է ապրել, շարունակում է ապրել վերելքը, բայց շատ հարցերում մենք նոր կենտրոններ ունեցանք բացվել, որոնք բացվեցին այս տարի, ֆինանսավորումն է գրեթե կրկնապատկվել պետության կողմից, կառավարության կողմից, որը շատ կարևոր հանգամանք է մեր տարբերակում։ Իսկ ցանկությունը իհարկե նույնն է, որ բոլոր ապագա մայրիկները, ապագա հայրիկները, որ այս տարի դեռ չկարողացան հասնել իրենց երազանքի, մյուս տարվա մեջ բոլորը հասնեն իրենց երազանքին եւ լինեն դառնան պապա, մամա, ընտանիք ստեղծեն։ Իմ կողքին նստած բժիշկը Սևակ Շահբազյանն է, ով ներկայացնում է Շենգավիթ բժշկական կենտրոնը, ինչպես նաև Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ։ Ուզում եմ, որ նախ շնորհավորեմ բոլորիս գալի կամանորը, թող որ եկող տարում ունենանք ել ավելի լավ ձեռքբերումներ, թող լինի խաղաղ տարի, անփորձանք տարի եւ բոլորիս լավ տարի եմ մաղթում, շնորհավորելով եւ նոր տարին եւ Սուրբ Ծնունդը։ Ինչ վերաբերվում է հետաքրքիր դիպված պատմելուն, չգիտեմ որը կհիշեմ։ Հետաքրքիր է, դեռ գեր աղջիկներ թողել եք քաղաքում։ Ճիշտն ասած ոնց հաշվեցին, մինչև այդ որ գալիս էի, կարծը որ տվեցիք, բազմապատկելով միջինը 50 կիլոգրամ եթե կորցնեն, 300 հիվանդ եթե վիրահատել ենք, մոտավորապես այս տարում թողնում ենք համարյա քանի կիլոգրամ, 1.5 տոննա թողում ենք։ Տոննա քաշով, Ամեն դեպքում կարծում եմ, որ ավելնորդ քաշի պակասելը դա առողջություն է եւ ես ցանկանում եմ, որ բոլորս եկող տարում լինենք առողջ եւ լինենք ամփոփ։ Եվ գեղեցիկ նաեւ։ Գեղեցիկ, այո։ Այո, ինչի ուղղությամբ դուք ինտենսիվորեն աշխատում եք։ Այո, փորձում ենք աշխատել։ Չէ, այդ առաջ էր, որ պետք է լինի նիհար եւ առողջ։ Ուզում եմ շնորհավորել բոլորիս նոր տարին, ցանկանում եմ, որ եկող նոր 2026 թիվը լինի շատ արգասաբեր, աշխատանքային տարի, խաղաղ տարի ամենակարևորը բոլորիս համար եւ կուզեի նաեւ, քանի որ ես արտադրության ներկայացուցիչ եմ եւ շրջապատված եմ այսօր բժիշկներով, կուզեի նաեւ մեր բժիշկներին հորդորել ասել, որ մեր հայտեղական արտադրությունը ինքը ոչ մի բանով իհարկե չի զիջում դրսինից, եթե իհարկե ավելի լավը չի։ Եվ մաղթում եմ բոլորիս նորից խաղաղ տարի, արգասաբեր, համոզված եմ, որ ձիու տարին շատ հաջող տարի կլինի բոլորիս համար եւ ցանկանում եմ բոլորիս առողջություն, ոչ միայն նիհար, նաեւ չաղ վիճակում։ Չաղ վիճակում նույնպես, այո, մարդիկ կան ընդունում են չաղությունը, այո։ Կնոր ֆորման էլ է, ֆորմա չէ։ Այո։ Շնորհակալ եմ պարոն Գասպարյան, խնդրեմ Տիկին Բունյացյանին, փոխանցեք խոսափող Արգել հեռուստադիտող Անուշ Բունյացյանը, բժիշկ էնդոկրինոլոգ է եւ տեսնենք թե այսքան շատ տարածված ճարպակալման դեպքեր, նյութափոխանակային խնդիրներ, այ ինչից է Տիկին Բունյացյան այսքան խախտվել ամեն ինչ։ Մենք նոր խոսում ենք բժշկի հետ, ես ասացի, որ այդ դեպքում պետք է վարքագիծ փոխել։ Բժշկի ես եմ։ Այո, տվյալ դեպքում դուք այո։ Ինքը ասաց, բայց ինչ ոնց այդ վարքագիծը ինչ է, ոնց ենք փոխում։ Ահա։ Դե ես ասեցի, այդ նույն բանն է, որ երբ որ մենք դասընթացներ արեցինք եւ այսօր գիրք հրապարակվեց, ես այդ մասին ասել եմ, կարծես թե ձեր հաղորդման ժամանակ, ինչն էր հետաքրքիր, երբ մենք երկրորդ տիպ դիաբետով հիվանդներին ասում էինք, որ պետք է դուք ֆիզիկական ակտիվությունը օգտագործեք որպես միջոց, բուժման միջոց, տիպ 2 դիաբետի ժամանակ, իրանք նենց զարմանում էին, ասում են ոնց կարելի է դա օգտագործել որպես միջոց, այսինքն, ու երբ որ դու իրենց բացատրում ես, արդեն իրանք ճիշտ ճանապարհով գնում են, ու մյուս օրը գալիս են, հա, մենք հասկացանք ինչ պետք է անենք, եթե դու տակ օգտվելով առիթից, ասեմ, որ
իմ ցանկությունը, գիտեք ինչն է, այս գալիք նոր տարվա համար, ես ուզում եմ խաղաղություն։ Ես ուզում եմ, որ հայը երջանիկ լինի, շատ, որ ժպտա, որ չտխրի։ Ես ուզում եմ, որ մենք միասնական լինենք, առողջ լինենք եւ ուզում եմ այն գերազանքները, որ մենք պահում ենք նոր տարվա կապակցությամբ իրականանան։ Շնորհակալ եմ Տիկին Բունյացյան։ Միքայել Թովմասյանը ներկայացնում է Էսկոֆարմ դեղագործական ընկերության տնօրենը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս 2025 թվականի համար, որովհետև շատերի համար դա իրոք հաջողության տարի էր, առաջընթացի տարի էր, եւ ուզում եմ ցանկանալ, որ 2026 թվականը եւս շարունակվի այս դրական զարգացումները, նաեւ քանի որ այսօր հիմնականում մենք գտնվում ենք բժիշկների հետ միասին, ցանկանում եմ առաջինը բոլորին առողջություն, որ 2026 թվականն լինի առողջության տարի, որ մեր հարազատների, մեր ամբողջ ազգի համար։ Տիկին Լուսինե Բեկիրսկայան, հարգելի հեռուստադիտողներ, խնդրեմ Տիկին Բեկիրսկայան, նախ հետաքրքիր է ձիու տարին է մոտենում, դուք հորոսկոպով ինչ նշանի եք պատկանում։ Շնորհակալ եմ Նելի ջան։ Ինչ վերաբերում է ես ջրհոս եմ եւ տարիով ակլոր դրա համար Սևակ ջան մենք ընթանում, այո։ Անցած տարի մենք միասին բախտ վիճակվեց Նելի մոտ հյուր էինք, եթե հիշում եք։ Շատ հաճելի էր ձեր ներկայությունը։ Նելի ջան եւ բոլորիս այսպես ասեմ, որ իրոք ձիու տարին նամանավանդ հրեղեն ձիու տարին պիտի որ բոլորիս բերի լավ լուրեր, ոնց որ ասում են բոլոր մուրազները ի կատարածվեն։ Ես կուզեի շնորհավորել եւ մաղթել մեզ բոլորիս, որպիսի մեր հնարավորությունները եւ ցանկությունները համընկնեն, որտեղ մենք կարող է շատ բան ցանկանանք, բայց այդքան հնարավորություն չունենանք առողջությունը ների, խաղաղ երկիրը ների եւ մեր տրամադրությունը իրականում լինի լավ, ուրախ, մեր ազգին իրոք դա շատ մեծ այսպես պիտի որ այս տարի լավ լուրեր ունենանք։ Եվ ինչպես միշտ ես ասում եմ, թող լինեն շատ առիթներ ձեր օջախներում, որպեսզի ասեն աչքդ լույս լինի, ուղիղ եւ փոխաբերական իմաստով։ Այսպես դեղ կա որ մարդ հաջողությունը տեսնի, էլի։ Իրականում ամենալավ դեղը ձեր ասած, կարծում եմ դա ձեր լավ տրամադրությունն է։ Մի փոքր ռուսերեն պիտի ասեմ, Լյուբով Գլազախ Սմատրյաշիվը, հա, այդ լավ տեսնելն էլ նայողից է, կարաս տեսնես բաժակը կիսով չափ լիքը։ Այո, լավատես է թե վատատես, ամեն ինչ սրանից է կապված։ Մեջից է։ Շատ ուրախ եմ, որ այսօր ներկա եմ եւ բոլորի համար գաղտնիքը բացեմ, որ ես որպես եւ ոչ միայն բժշկուհի եմ այստեղ, այլ իմ սիրելի հարազատ եւ շատ մտերիմ ընկերուհուն եմ հյուրեկել։ Ուզեմ ասել, որ նախկինում եթե տուբերկուլոզ բառը մարդիկ լսում էին մի հատ sense շատ սարսափ էր իրենց մոտ առաջանում, սակայն այսօր այդ բառը ոչ մեկին չի վախեցնում եւ ավելին ասեմ, որ ախտորոշման ժամանակ բոլորը գալիս են մտածելու, որ գոնե լինի տուբերկուլոզ, այլ ոչ թե ուռուցքային կամ այլ հիվանդություն։ Այնուամենայնիվ ես ցանկանում եմ մեր ազգաբնակչությանը, մարդկությանը լինել առողջ, լինել բարի, մի ժպտալ եւ թող գալիք տարին իրոք բոլորի հոգիներին բարություն բերի, ընտանիքներում ժպիտ բերի, ուրախություն, ջերմություն, կարծում եմ, եթե մարդը ուրախ է հոգով, իր շրջապատում նա սփռում է։ Հարգելի հեռուստադիտող Հայ Գրիգորյանը ներկայացնում է Մեդեսի ստոմատոլոգիական կլինիկան, որտեղ եւ բժիշկ ստոմատոլոգ է եւ փոխտնօրեն եւ այն գեղեցիկ ժպիտ ասվածը հենց նա է պատճառում բոլորին։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, ուրախ եմ ձեզ տեսնել Մեդինֆորմի Փոխադարձ շատ շնորհակալություն հրավերքի համար։ Ես կարծում եմ ավելի շատ ոչ թե դիմում են ատամները բուժելու համար, այլ հենց հոլիվուդյան ժպիտ ասվածի համար, ճիշտ է։ Իհարկե, մեր օրերին հիմնական բուժման փուլը պացիենտ ով դիմում է կլինիկա, հիմնականում արդեն դիմում են էսթետիկ կողմին, քանի որ նախորդ ժամանակների հետ կապված, քանի որ ստոմատոլոգիան համարվում էր այդպես բարդ, դաժան, ցավալի process, հիմա այդ ամբողջ process-ը արդեն հետևում է։ Մաղթում եմ, որպեսզի եւ կանայք եւ տղամարդիկ ունենան անհոգ առողջ ժպիտ։ Եվ
ատամնաշարի տեսքով եւ հոգեպես։ Այո, հրաշալի ներդաշնակ մաղթանքեր։ Նելի ջան, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ հնարավորություն ունեցա շփվել բժշկական համակարգի լեգենդների հետ։ Ես այսօրվա ընթացքում լիքը կյանքի դասեր քաղեցի, շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Իրական շատ դժվար է նման սեղանի նստած շատ ճարտար խոսքեր ասել, որովհետև այնպիսի մարդիկ են, որ ես ուզում եմ համեստորեն լռեմ, բայց ուզում եմ իմ հայ ժողովրդին մաղթել երևի թե մտքի ամրություն, հոգու տոկունություն, ուզում եմ որպեսզի միշտ հիշենք, որ մենք հայ ենք, իսկ հայ ազգը շատ ստեղծող, արարող եւ շատ ուժեղ ազգ է, միշտ հիշենք, որ մենք քրիստոնյա ենք եւ ուզում եմ որպեսզի Աստված պահապան լինի մեր ազգին եւ շատ ուզում եմ որպեսզի մենք հայերս վստահենք մեր բժիշկներին, սիրենք մեր բժիշկներին եւ իմանանք, որ բժիշկները առաջնահերթ ամենակարևորը ուզում են օգնել իրենց պացիենտներին եւ միշտ իրենց կողքին են։ Հարգելի հեռուստադիտող, շատ իմ կողմից սիրված անձանցից է, ես չեմ կարող սա չնշել, չառանձնացնել Տիկին Խաչանուշ Հակոբյանը արդեն երկար տարիներ ղեկավարում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը եւ հենց այս կենտրոնին է վստահված կանանց առողջության պահպանման, պրոֆիլակտիկ իհարկե ստուգումների, ախտորոշումների, ինչու ոչ նաեւ բուժումների ողջ գործընթացը։ Այս ամենը հրաշալի է նա կազմակերպում։ Շնորհակալ եմ Նելի ջան, լավ խոսքերի համար, դա շատ կարևոր է եւ ոգեշնչող, քանի որ երբ զգում ես, որ քեզ գնահատում են, հարգում եւ սիրում են, դու ավելի ոգևորված ես աշխատում։ Իսկ երբ ես նայում եմ այս մեր բժիշկներին, ես ինձանից անկախ անմիջապես սկսում եմ մտածել, թե քանի մարդկային կյանքեր են անցել իրենց ձեռքերով։ Այո։ Եվ քանի մարդիկ են շնորհակալ աչքերով նայել իրենց եւ հոգուս խորքում նախանձում են, որովհետեւ երազել եմ բժիշկ դառնալ, չի ստացվել, բայց բարեբախտաբար ես հիմա իրենց շրջապատում եմ, իրենց կողքին եմ եւ շատ սիրում եմ իրենց, շատ։ Ես միշտ եմ մտածել, որ բժիշկները դրանք Աստծո քարտուղարներն են եւ իրենք են որոշում մեր ճակատագրերը եւ մենք պարտական ենք իրենց մեր կյանքի որակով, մեր լավագույն բուժումներով։ Ես ուզում եմ, որ բոլորը առողջ լինեն, բայց հիշեմ, որ պետք է գնալ բժշկի նաեւ առողջ ժամանակ, ամենակարևորը դա է։ Շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռեցիք երկար տարիներ իմ սենց լավ հարազատ ու սիրված ընկերներին այսօր հանդիպելու։ Ես նստած եմ երկու լավ սիրված ընկերների, իմ առջևն է իմ ամենալավ ընկերներից, հասնում այդտեղ ընկերներից մեկը եւ մեր լավ գեղեցկուին իմ լավագույն ուսանողիներից մեկը։ Սա տարեվերջի նվերներից մեկն է ձեզ ձեր կողմից ինձ։ Ուզում եմ շնորհավորել բոլորիս գալիք նոր տարին, ցանկանալ որ միշտ լինեն ձեր ուզած զավեշտալի ուրախ դեպքերը։ Շնորհակալ եմ։ Եվ մենք հանդիպենք միշտ այսպես լավ ընկերների հետ։ Լավ առիթներով եւ լավ մարդկանցով։ Արդեն հանդիպումը լավ առիթ է։ Այսօր մեր համար օրը շատ լավ օր էր։ Լելի ջան, նախ շատ շնորհակալ եմ հրավերքի համար։ Ուրախ եմ տեսնել իմ վաղևի ընկերներին, այդ թվում նաև ավակ ընկերոջս Մուշեղ Միսակիչին, շատ հաճելի, լավ բան եք կազմակերպել, շատ շնորհակալ եմ։ Եվ ամենակարևորը, որ դա արվում է նոր տարվա նախաշեմին եւ ուզում եմ մի փոքրիկ այսպես ասել, որ մեր մեջից պակասած այն բաները, որոնք որ բնորոշ էր հայ ժողովրդին, հայ մարդուն, այդ հպարտությունը, որ կարծես թե մի փոքրիկ կաղում է, այն կենսաղային, նյութական, շահի էլեմենտը, որ կարծես թե մտել է բոլորի մեջ թաքուն եւ կրծումաներց, այդ ամենը վերացնենք եւ նախքին հայ մարդու այդ հպարտությունը, իր էությունը նորից ամեն ինչ լիարժեք վերականգնվի։ Խաղաղություն բոլորին, առողջություն։
Տոները թող միշտ լինեն ուրախ եւ գունեղ, իսկ սովորույթները առողջ։ Եվ թող որ մեր սիրած բժիշկներին միշտ տեսնենք հեռուստաէկրաններից եւ ոչ թե նրանց այցելենք հիվանդանոցներ։ Առողջ բարեբեր տարի եմ մաղթում։ Ուրախ տոներ բոլորիս։ Ուրախ 2026 թվական։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։